Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետևանքով մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել։ Նյուզեյմի տեղեկություններով դասարանի հետ նաև ծնողներ են եղել։ Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում։ 10-րդ դասարանում սովորող 4 աշակերտ որոշել է կվադրոցիկլ նստել, ղեկին ինստրուկտորն է եղել։ Դեպքին ականատես ծնողները սոցցանցերում գրել են, որ ինստրուկտորը գերազանցել է արագությունը, ինչի հետևանքով կվադրոցիկլը կողաշրջվել է։ Վթարից հետո վարորդը դիմել է փախուստի։ Նշենք, որ ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնեց, որ վարորդը ձերբակալվել է։ Տեղեկություններ կան, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Թեմային անդրադարձել է նաև դերասանուհի Անահիս Սարդարյանը հոլովակի տեսքով։ Նա մասնավորապես նշել էր. «Լավ, երբեք հասկանալու, որ ոչ մեկին պետք չի ձեր անտեր ու մաղձոտ վայրահաչոցները։ Ահա որ ենք դարձել, ահա որ», նշել էր դերասանուհին։ Բոլորին երկու օր ոչ կարող եմ գրեմ, ոչ կարող եմ խոսեմ Instagram-ում, ոչ մեն չեմ կարողանում անեմ, որովհետև անընդհատ մտնում ես այս անտեր լուրերն ես կարդում լրահոսը, որ այն երեխեն գնացքի տակ ընկավ մահացավ, այն երկու աղջիկները կվադրոցիկլով մահացան, այն 2-ամյա երեխուն գտան գետի դիակը, մի խոսքով մեծ այլանդակություն։ Այն որ ուզում ես միած սենց շնչես մեկ է մի հատ վատ լուր ա գալի ու էլի սենց հոգիդ սենց կծկվում է ու այդ կծկվելու մեջ դու չես կարող խոսաս, նորմալ մարդը չի կարող խոսա, ոնց եք դուք ձեր մաղձոտ հոգիներով կարողանում այդքան վատ բաներ գրեք, ոնց եք դուք կարողանում բոլորին դատեք ձեր տներում նստած ձեր ու էդի շատ վաղուց է գալի, շատ վաղուց է գալի ձեր այդ բացի թողի վիճակը, ձեր այդ ես չգիտեմ երբ ասեցին ֆաս հրամանը, երբ որ դուք սկսեցիք ձեր մաղձը թափել մարդկանց վրա, անդե երկու աղջիկա մահացել, դուք էլ այդ ոչ մի բան չգիտեք, սկսել եք մաղձոտ, այս ինչը մեղավոր է։ Ուրեմն Ծաղկաձորում տեղ ունեցած դեպքից ես տեղեկություններ չունեմ, բայց հենց կարդացել եմ, աչքիս դեմ այդ ծնողներն են եկել, իրանց դեմքով չեմ ճանաչում, բայց մտածում եմ այդ ինչ են ապրելու այդ մարդիկ, ոնց իրանց նոր այդ որ նոր մամայի գրառումը կարդացի, ասում եմ նոր իմ չբացված կոկորն է, դուք հասկանում եք այդ մարդիկ այդ ինչ են տարի, դուք նստել եք քննարկում եք ծնողը մեղավոր է, այս ինչը խմած է, այն ինչս դուք էս ով եք ընդհանրապես, դուք չեք կարողանում մարդու ցավը հետը սքալ կամ լռել։ Սուքը լռություն ասիրում, ձեններդ կտրեք ու վեր ընկեք տեղներ թերիքա սաղին կոմենտեք, բանը Տիգրանը ընկավ գետը մերն էր, այն ինչը մեղավոր, այն ինչը սաղ մեղավոր են։ Ով է ձեզ ընդհանրապես տվել այդ դատելու այդ անտեր այդ ունակությունը, ով է ասել, որ դուք իրավունք ունեք դատելու նստած ձեր տներում, կոմենտ այդ անտեր գրելով դատելու, ով է դա ասել, դուք պատկերացնում եք այդ մարդկանց վիճակները, որ դա հասնում է իրանց ակաժներին, կարդում են, լսում են, բերում են իրանց ասում, դուք պատկերացնում եք իրանց վիճակը։ Սուս մնացեք։ Հիշեցնենք, որ Անահիս Սարդարյանը ընդամենը ամիսներ առաջ է հանդես եկել հարցազրույցով, որի ընթացքում խոսել էր մի շարք կարևոր թեմաների մասին։ Զրույցի սկզբում Անահիսը խոսել էր Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը իր մասնակցության մասին ու նշել. «Ինձ ստիպում է այնտեղ լինել իմ արժանապատվությունը իմ երեխայի ապագայի նկատմամբ վառ ու լուսավոր նկրտումները և հավատը Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Պատարակների եմ մասնակցել, Սրբազանի գործունեությանը վաղուց եմ հետևում, կոմֆորտը հիմա չեմ գերադասում հայրենիք ունենալուց, երբեք չեմ ողջունել ու չեմ եղել ընդդիմադիրների հավաքներին, պահանջը ինքնին քաղաքական է, ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու, իմ պաշտոնը հայն է, 6 տարի իշխանության եք, ինչի նախկինների ականջները չեք կտրել, որ հիմա էլ չասեք հետևում կանգնած են, այն օրը բեմից ես ասացի, որ ինձ համար հայ չեն նրանք, ովքեր մի ամբողջ հրապարակ ժողովրդին անվանում են նարկոբարոն ու կրիմինալ։ Բեմ բարձրանալուց 10 րոպե առաջ տեսնում եմ, որ էկոնոմիկայի նախարարի կինը հանրահավաքի ժողովրդին անվանել է զույգերով անասուններ։ Իմ պայքարը այսօր իմ Մոնթեի ու Լուսեի համար է, ես ավել PR-վելու կարիք չունեմ։ Իր խոսքում Անահիսը հատուկ ընդգծել էր, որ իր կարծիքով կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց մասնակցությամբ հեղինակազրկել հանրահավաքը, այդ թվում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։ Հարցին արդյոք իր կարծիքով շարժման հետևում կանգնած են Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահները, Անահիսը պատասխանել էր. «Ես Աստված չեմ, որ հստակ ասեմ, բայց քեզ 101% հավաստիացնում եմ, որ ականջել չէ, ականջի ծայր կտեսնեմ որպես Անահիս, ես հենց այդ րոպեին կանեմ սթորի, ներողություն կխնդրեմ և կգնամ։ Մենք հրապարակում ենք նրա համար, որ
չթողնենք մեր պատմությունն ու արժանապատվությունը մաքրվի։ Ինձ հետ կապում են Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի աղջկան, չգիտես ինչի Ռոբերտ Քոչարյանին, ԱԺԲ-ին։ 6 տարի առաջ իմ գործակալությունը զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի բիզնեսների SMM-ով։ Ես անձնապես պարոն Ծառուկյանին ճանաչում եմ։ Եթե շարժումը չհաջողի, ինձ համար շատ ցավոտ կլինի, բայց ինձ համար շատ ծանր կլինի, եթե ես սխալված լինեմ Սրբազանին որպես առաջնորդ ընտրելու մեջ։ Դեռ մինչ այսօր ոչ մի վայրկյան չեմ սասանվել իր ընտրության մեջ ներկա պահին ինքը ինձ համար ճիշտ առաջնորդ է։ Անահիսը խոսել էր նաև այլ թեմաների մասնագիտական ընտրության ու ընտանիքի մասին եւ ընդգծել. Ես թատերական ինստիտուտ ընդունվեցի, որովհետեւ ծնողներս հնարավորություն չունեին, որ ես պարապեի ինչ որ տեղ ընդունվելու համար։ Հացի խնդիրը այնքան մեծ էր, որ անհնար էր ուղղակի։ Ես ուզում էի իրավաբան դառնալ։ Հրաշալի ընտանիք եմ ունեցել, ունեմ։ Հայրս ցավոք արդեն չկա։ Հայրս դպրոցում եւ երաժշտական դպրոցում պահակ է աշխատել։ Մայրս տնային տնտեսուհի էր։ Թատերականը միակ տեղն էր, որտեղ կարող էի իմ ուժերով ընդունվել։ Այդ ամենը ինձ համար եղել է դպրոց, թե ինչպիսին կարող է լինել կյանքը ու այսօր պայքարել, որ քո երեխաների կյանքը այդպիսին չլինի։ Անահիսը պատմել էր նաև ամուսնու բանտարկության շրջանի մասին ու ասել. 2017 թվականն էր, ամուսինս առավոտյան զանգեց, ասաց ինչ որ բան խառն է, ամեն ինչ կլուծվի, հանգիստ կլինես։ Ու մտնում եմ լրահոսը կարդում եմ ու գրված է, որ փնտրվում է իմ ամուսինը։ Ու ես մտածում եմ ինչի համար, բայց հետո ամեն ինչ հասկացանք, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հետո երբ Եվրոպական դատարանի կողմից մեր կառավարությանը գալիս է նամակ, որ դուք 3 տարի ոչ մի ապացույց չեք ունեցել մարդուն բանտախցում պահելու, ինձ այդ ժամանակ մեր պատկան մարմինների ամենակարևոր շենքերից մեկում դեմքիս նայելով ղեկավարներից մեկը ասաց. Ազիզ ջան, գնա կյանքդ վայելի, ինքը պիտի նստի։ Ուղղակի հանգամանքները այնպես էին ստացվել, որ այդպես էր պետք, որ ուրիշների պատճառով իմ ամուսինը պետք է հայտնվի մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Մենք 3 տարի պայքարեցինք, հետո Եվրոպական դատարանի կողմից ստացանք որոշումը, որ իմ ամուսինը ամբողջ 3 տարիների ընթացքում նստել է բանտում անօրեն։ Եղավ ֆինանսական փոխհատուցում 850 եվրո, որը մենք չենք վերցրել։ Դատական գործը ամբողջությամբ չի ավարտվել, ուղղակի Եվրոպական դատարանի պահանջով ինքը դուրս է եկել, որովհետև ուղղակի ծիծաղելի էր դա։ Դուր գալի ջեդոբավոն դրա համար ես դու ամեն տեղ դա նկարում։ Թե կարոտում ես դրա համար ես նկարում։ Կարոտում եմ։ Արիա խուժակ։ Ծեցեն այն օրը բոլորը ասում են, որ դուք շատ սիրուն եք ու լուսան ձեզ նման է։ Դեմեք ինձ սիրուն կիսուրն է։ Իսկ սա իմ սիրուն կիսուրի ձեռքերով սիրուն պատրաստված շատ համով սոուսն է։ Ո՞րն բիզնես անենք ստեղ Հայաստանում։ Անենք, բարես։ Ծեցեն այս ամեն ինչի բիզնեսը անում է Սոչիում, բայց սեն համով Անշարապ։ Տենես իրա ուրախություն։ Բրավո ասում։ Վերցի։ Մաքրի ձեռքերդ։ Ձեռքերդ։ Փոքրիկ հայրերն ասել է գնում է մանկապարտեզ։ Ման դու շատ ես սիրում մեր դրոշը։